Վաղը չեմ ուսորը մենք ցուցադրելու ենք նաև այդ նոր ձեռքբերված յուղը վրեն գործարանային արտադրության D30-ը, այսինքն դա նույն D30-ն է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դուք տեսեք D30-ը մեր նախկին ամենահզոր հրետանային միջոցը մենակ չափերով, մենակ աչքաչափով ուղղակի կհամեմատեք D30-ը մեր այսօրվա ունեցած հրետանիների հետ եւ դուք կտեսնեք թե ինչ է նշանակում բանակ ունենալ եւ բանակ չունենալ եւ ես համոզված եմ որ Հայաստանի քաղաքացիները հպարտություն են զգալու այդ բանակի համար որովհետեւ այնտեղ զորահանդեսին դուք չեք տեսնելու ուրիշի կողմից օգտագործված զենքեր ամբողջ զենքերը լրիվ նորեն գործարանային արտադրության արտադրված են Հայաստանի Հանրապետության համար գործարանից մատակարարվել է ուղիղ Հայաստանի Հանրապետությանը եւ սա ոչ թե պատահականություն է, սա քաղաքականություն է, ինչպես մենք թույլ չենք տալիս մեր նորակառույց դպրոցները մտնեն հին հնամաշ աթոռներ, սեղաններ, չգիտեմ տարբեր գույք, ինչպես մեր բժշկական կենտրոններում թույլ չենք տալիս որ մտնի հին հնամաշ գույք, այնպես էլ մեր բանակը պետք է ունենա միայն նոր եւ գործարանային արտադրության սպառազինություն եւ վաղը դուք կտեսնեք վաղը չեմ ուսորը դուք կտեսնեք նոր համազգեստով բանակ նոր համազգեստ եւ դաշտային նոր համազգեստ եւ տոնական նոր համազգեստ եւ մենք կտեսնենք նաեւ մենք այսօր արդեն տեսնում ենք ցավոք սրտի մենք ամրացված շրջանները տասնյակ ամրոց, մի քանի տասնյակ ամրոցները, որ հանրապետության տարբեր սահմանային հատվածներում կառուցված են, մենք դա չենք կարող բերել հանրապետության հրապարակում ցուցադրել, բայց այսօր մեր սահմաններին մի քանի տասնյակ ամրոցներ են կառուցված, որոնք փոխելու են ընդհանրապես եւ փոխել են արդեն Հայաստանի պաշտպանունակության վիճակը, ավելին ասեմ Մայիսի 28-ի զորահանդեսին ցուցադրվելու են լրիվ նոր օտարերկրյա արտադրության գեր ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության արտադրության գեր ժամանակակից սպառազինության տեխնիկա, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, եւ ես համոզված եմ դուք հպարտություն եք զգալու այդ զորահանդեսը տեսնելով